համացանցը թերթելուց տեսնում եմ ինչ որ մենք երբ որ դուրս ենք եկել հրապարակ սոցիալական աջակցության ծրագրի երկարացման մասով ցույցի, ես էլ եմ ինքս մի 2 ժամ մասնակից եղել, տենում եմ չեն սրվում այդ ցույցի իբր թե առաջնորդ են իրանք կոչում, ինչ են կոչում, ինձ բավարար է ընդ մի քանի հոգու դեմք տեսնեմ, այն պալատքի մեջ նստած մի քանի հոգու դեմքը տեսնեմ եւ հասկանալի դառնա, որ այդքան էլ շատ ուժեղ մտահոգված չեն, էլի մեր ժողովրդիս համար, արցախայության համար, ցավոք սրտի արցախայության երևի մի, չգիտեմ, քանի տոկոսը, բայց հավատացողներ էլ կան իրանց եւ այդ մարդկանց, ովքեր որ հավատում են, ձեզ հարց ունեմ էլի տալու, կարաք մի հատ թուղթ հանեք կողեք աչքս, որ այդ մարդիկ ժամանակավոր անկախ հանրապետություն, որ հասկացողություն է եղել Արցախի, չնայած դա ձևական բնույթ էր կրում, Հայաստանի մաս էր Արցախը, նայած որ տեսանկյունից ես նայեմ, եթե արտասահմանից ես նայում, ինքը եղել է իբր անկախ պետություն, եթե նայում ես Ստեփանակերտից եւ նայում ես հիմա Երևանից, հասկանում ես, որ դա անկախ պետություն չի, դա եղել է Հայաստանի մաս, այն մանիպուլյացիաները բանը մեր ընդեի падգամավոր, ստեի падգամավոր նախարար դա կապ չունի, բայց հարց առաջանում, երբ որ դուք եղել եք падգամավորներ, եղել եք պետնախարար եւ այլն, պալատքի մեջին նստած մարդկանցից մի քանիսին եմ էլի հարցնում, ինչ էիք անում, ինչ եք արել այդքան տարիներ, երկար տարիներ նախագահ բան էլի այդպես բարձր պաշտոններ падգամավորի մանդատներով, ինչ եք արել ժողովրդի համար, ինչ գործունեություն, ինչ օրենք եք, դուք օրենք հանած կաք, թե արտագրել եք Հայաստանի Հանրապետության օրենսգրքից բոլոր օրենքները, ախի եք այս նեղմաջալին փորձում ձեր այդ հայրենասիրական բանը ցույց տալ, իբր թե դուք շատ եք հայրենիքի մասին մտածում, ժողովրդի մասին մտածում, հեշտ է, հա, Ստեփանակերտ դժվար էր դա գործով ցույց տալ, քանի որ գործով դժվար էր ցույց տալ, կարելի է խոսքով ստե ցուցադրել, էսի ցուցադրում է, հասկանում եք, էսի ամեն ինչը, սա կինո է, սա թատրոն է, սա համերգ է, գիտեն որ ժողովրդին բոլորին էլ այդ խնդիրը ունեն սոցիալական, ու բոլորին ասած տեղը մեծամասնության է, էլի, ովքեր իմ նման հասարակ արցախցիները դուրս են եկել եւ դժվար է իրանց համար թե գործի ընդունվելու հարցն է, թե տարբեր հարցեր կա, ախր եթե վարձերի մասին տեղյակ ենք, գիտենք էլ որ այդ վարձերը տալը դժվար է, դա տնից 2 հոգի պետք է աշխատի, մենակ տան վարձ տա, այն 2 հոգիներ եթե բազմա զավակ են, եթե շատ մարդիկ կա, տան անդամները շատ են, 2 հոգի էլ աշխատեն կոմունալով, բանով յոլա գնա, սրա մասին տեղյակ ենք, բայց հարցը է դուք այդ մի քանի հոգին, ես որ ձեզ տեսնում եմ, ինչացու եք, ինչ եք արել, ինչ գործողություն եք արել, ինչ եք ուզում հիմա անել լավ, թե ուզում եք խանգարեք, ուզում եք վնասեք, այս հասկանում եմ, ընդ դժվար էր օգտակար լինել ժողովրդին, ըստ հեշտ է, դե լավ, դու օրինակ որպես падգամավոր, եկել ստե մեկ ուրիշ падգամավորից, որ օրինակ բաներ ես ուզում, առաջարկություններ ես անում, եթե Գևորգ Առաստամյանը Արցախում եկել է քեզ առաջարկություններ արել, կամ մյուս քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, չգիտեմ, մի հատ ժողովրդին օգտակար բան առաջարկել, խնդրել, ինչ եք արել, ուզում եք հիշեցնեմ, եկել եմ ասում եմ, արա, դեմը ձմեռ է գալիս, փետ տվեք ասում եք, չէ, դե արդեն բանա, մարտ ամիսը մոտիկանում է, չենք կարա տանք, ինչքան դուրս են գրել, դե սվոյ չժոյ, դե խնամի ծանոթ բան էլի, այդ հարցերը լուծել են, ում որ փետ էր հասնում օրինակ, իմ հերթը եկել է ասում է, դե մարտ ամիսը մոտիկա, դիմացի էլի, չենք կարա դուրս գրենք, ասում եմ, բա որ պարտք եմ արել այդ փեդը հարևանից, վառել եմ փեդը, հարևանին չպետք է տամ, գոնե տվեք տամ հարևանից, էլի, հա, չտվեցին, էլ ինչ հարցեր է եղել, էլի, մեր երկրում, Արցախի այդ պուճուր երկրում կատարվող, որ պուճուր հարցեր էր, կարայիք դուք լուծեիք, դա կախված չէր Բրյուսելից, դա կախված չէր Բերլինից ու Փարիզից, բայց արա դուք էլ չէիք կարող անեիք, որ 25-30 տարին չեմ հարցնում, պարզ է ինչ եք արել, ինչ չեք արել, եկել ենք հասել ամբողջս այս վիճակին, 9 ամիս, 10 ամիսն եմ հարցնում, այդ 10 ամսվա շրջափակման ժամանակ, ինչ եք արել, արա, չեք համաչեմ տնաշեներ, որ մի 20 հոգի ակտիվիստ է եկել փակել, թուրք իբր ակտիվիստ են, այլ իբր, այսինքն եթե նրանց տերևից հարց տայիր, ասեր տերևի ինչ գույն է, կասեին կապույտ,
Հասկանում եք, այն մարդիկ այնքան են էկոլոգիային մոտ, այնքան են բնությանը մոտ, որ կարող է իրաց մի երկու հարց դուք տայիք, ձեր այդ ոչ շատ հայրենասեր կարգավիճակը ու կամ լավ է շատ էլ հայրենասեր եք խելացի գրագետ բառեր եք շարում, էլի դե շարելը հեշտ է բառերը, բայց գործը շարելը դժվար է, որտեղ բառերից պտուղ չի լինում, բառերից գործ չի ստացվում, բայց այդ գործից պտուղ է լինում։ Դրա համար դժվար է դուք գործ անեք, ցույց տայիք։ Դժվար է հելնեիք մի քանի կիլոմետր, 3-4 կիլոմետր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, որոնց հետ կապ ունեի գոնե պամիդոր, շոկոլադ, բան էլ բամբաներկա բան կարում էիք Հայաստանից ռուսների միջոցով բերել տայիք։ Այդ բամբաներկի փոխարեն կարայիք հետները խոսայիք, ասեիք մեզ ուղեկցեցեք այդ թուրք ակտիվիստների մոտ, իրանք որպես այդ Եվլախ, Գանջա, չգիտեմ, այդ հարակից մեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին հարակից որպես մարզի բնակիչ չեն անհանգստանում օդի բնության մասին, էկոլոգիայի մասին։ Մենք էլ որպես Լեռնային Ղարաբաղի այդ տարածքի ոչ թե ուզում եմ շեշտադրում անել պետություն, այլ որպես ռեգիոն, որպես տարածաշրջան օդի մաքրության, բնության մասին մենք էլ ենք մտածում։ Ես եմ, էսա ակտիվիստս եմ, դե պատգամավոր էր այն ժամանակ, հիմա Երևան ակտիվիստ ես։ Ընդ կանգնել ասել, ես էլ եմ ակտիվիստ, ես էլ եմ մտահոգված բնության համար։ Հարգելիս տերևը ինչ գույն է, իրանք էլ էշեշ քեզ են նայելու, չեն հասկանալու տերևը ինչ գույն է, որտեղ կապ չունի այդ գործի հետ։ Բայց հարցը ես խի եմ ես քանը ձեզ պատմում, խի եմ հիշեցնում։ Հարցը այն է, որ մատը մատին չեն տվել։ Այս մարդիկ մատը մատին չեն տվել, երբ որ պրոբլեմի հողի վրա էին, այսինքն պրոբլեմը կար Արցախում, իրանք այդ հողի վրա էին, ոչ մի գործողություն չէին անում։ Մի անգամ Բադրջանի թեմա եմ, ասում եմ Բադրջանը ձեր տիկինը վարչապետի տիկինը խիա Բադրջան կերել, նկարել, գցել, այսինքն իսկապես էլ այդ բույսը աճում է այդ հողում, էդի ասետրինա չի, ինչ չգիտեմ էլի, էդի ակուլա չի, որ ասես մեր ջրերում չկա, պետքա սև ծովից բերեինք, միջերկրական ծովից բերեինք, հասկանում եք, այն բանը, որ այդ հողում աճում է, ինչու մենք մեզ ունեինք օրինակ գյուղատնտեսության նախարարություն, ինչ որ փողեր էր դուրս գրվում, չէ, գրվում էր, որ իբր ջերմոց են սարքել, երևի 1000 հատ գրում էին, բայց 20 հատ սարքում, այն 970-ն էլ լավ է էլի, որ 4 փող ալնեմ գրպանը մոտ, ինչ վատ է։ Ուստուգող էլ չկար, գիտեք, այս մասով ես Հայաստանի ղեկավարությանն էլ ունեմ մեղադրելու, որտեղ փողը վերցնում ես ստեի բյուջեից, այս ստեի ժողովրդի լավ գրպանից, ես էլի փաստորեն դառնեմ վերցրած, այդ բյուջեն գրպանն է ժողովրդի։ Վերցնում ես ուղարկում Ղարաբաղ, ստեի ժողովրդին ցույց տալիս, թե դու արցախցիներին օգնում ես, դու միասան դե մի 20 արցախցի կամ 50 արցախցի, չգիտեմ էլ ճիշտ է իրանց արցախցի ասելը, բայց դե բնակիչ չեն, պաշտոնատար էլիտանաբան, վերցնում են այս ժողովրդի ուղարկած փողերը դնում գրպանը, դնում իրանց բանկոմատներով բանով լցնում, չգիտեմ, բանկոմատ էլի, ոչ թե պետության։ Ստե ժողովուրդը ֆռում ասում են, մեր հաշվին դուք ապրել ենք։ Ես էլ ասում եմ, որպես հասարակահայացի ու իմ նման շատ հասարակահայացիներ Արցախում։ Այ մարդ մենք գումար չենք տեսել, որ մեզ բերեն բաժանեն։ Մենք աշխատավարձ ստացող մարդիկ, ես օրինակ աշխատել եմ, ծառայել եմ բանակում, ստացել եմ աշխատավարձ, ձեթի զավոդում եմ աշխատել, ստացել եմ աշխատավարձ։ Ոչ մեկ չի բերես, ես $100 գցել գլխիս, ասել, անեսի Հայաստանի ղեկավարության կողմից։ Բայց ճիշտ եք նկատել, այո, դոլարներ մտել է ու մտել է մի 50 հոգու, 100 հոգու, չգիտեմ քանի հոգու ջեբ, չեմ ճանաչում այդ մարդկանց։ Հովանավորներին եմ ճանաչում։ Իրանց այդ գրիշա, որ ընդ կանգնած է տանիքը, որ Ղարաբաղում էր։ Իրանց գրպանն է գնացել, իրան մեջ կիսել են։ Ու մենք ժողովուրդս իրար սկսում ենք հարցեր տալը, պատասխաններ ստանալը, իրար հետ վիճելը, վիճաբանվելը, հարգելի հայրենակիցներ, թե Արցախահայության, թե Հայաստանի հայության, այս թեմաների շուրջ իրար հետ չկռվեք, որտեղ երկուստ էլ ճիշտ եք։ Այս են թեման է, որտեղ իսկապես Հայաստանի բյուջեից փող վարկել են, բայց դա ժողովրդի գրպան չի գնացել։ Ես ասեցի, մի քանի հոգու գրպան է գնացել։ Դրա համար սիրելի հարգելի Հայաստանի հայություն, մի բողոքեք ժողովրդին, ժողովուրդը չի տեսել դա։ Խոսում եք աշխատավարձերից բարձր է եղել, այդ բարձր աշխատավարձը այժմ եւ գործում է
Հայաստանի սահմանամերձ գյուղերում, չգիտեմ, արտոնություններ, չգիտեմ ինչ աշխատավարձ, բայց արտոնություններ, ընդ ջրի, գազի, լույսի էներգիայի համար քիչ են վճարում այդ կոմունալ ծախսերի։ Այսինքն այս առավելությունները միշտ է սահմանամերձ գոտիներին տվել էին, եւ սա նորմալ է, որպեսզի ապրեն ուժեղ պահեն երկիրը։ Ինչ մեղավորը հասարակ քաղաքացին Արցախի, հասարակ հայը, որ այդ ուղարկված գումարը բացի նրանից, որ իրաց չէր գնում, թալանում էին եւ բանակը թողել էին անտեր վիճակ էր։ Զորքից հելնում են մեկ-մեկ այդ կրված տղերք եւ ընդհանրապես ծառայող են, որ իսկապես ծառայել են, ոչ թե գնացել են ժամ քշեն։ Ժամ քշողել է եղել է, դե պարզ ամեն տեղ է եղել, հիմա էլ կլինի աշխարհում բոլոր տեղերն էլ երևի կան, չգիտեմ։ Հարցը վերաբերում է, որ այդ մարդկանց համար էլ է էլի վիրավորական, որովհետեւ որ ես խոսում եմ, մտածում եմ ես իրանց եմ կպնում, բայց ես իրաց չեմ կպնում։ Ձեզ ժամանակակից զենքով չէին զինում, տված զենքով բավարարվում եք, մտածելով որ դա հարց է լուծում, բայց չէ որ պատերազմի արդյունքով ապացուցես, որ այդ զենքերը հարց չէ լուծում։ Եվ ով էր դրա պատասխանատուն ՊԲ, ՊՆ, նախարարներ եւ ազգային ժողով, ինչու՞ չէ, Արցախի եւ Հայաստանի, ինչ ասում եմ, միասին են եղել։ Դրանք բոլորը պատասխանատու են, որտեւ եթե դու լապատկան գերանդին ձերքդ գործ էիր անում այգում, իրանք կամպյուտերի դեմը տեղյակ էին աշխարհում ինչ զենքեր է արտադրվում։ Գիտեին Թուրքը ինչ զենք է առել։ Դրան փոխարինող զենք չէին առնում, որտեղ դրան փոխարինող զենքը 70-80-100 կիլո միս է իրանց համար եղել։ Իրանք ինձ, քեզ, հասարակ քաղաքացի միս են դիտարկել։ Միջև կոտորելով կգան կհասնեն Ստեփանակերտ, ձեռքերը կբարձրացնեն, կասեն կանգնեցել եք պատերազմը։ Մենք գնում ենք զինադադարի, մենք գնում ենք ոշում բանի։ Եղել է տենց բան։ Հորինեցի թե տենց է եղել։ Թուրքը որ հասավ Շուշի հետո չէ կանգնեցին, մինչև Շուշի հասները ինչքան զոհ տվեցին։ Չգիտեի որ ուր է տանում։ Այսինքն եթե դու գահավիժում ես, հնարավոր է դու ձորի գլխից, գագաթից գահավիժելու ձորի մեջ, այդ ճամփին ընկնելու գահավիժման ճամփին, ասես ռիսկի ռիվոկ անես թռնես բոլորի գլուխը։ Ռեմբոն եք դուք։ Բայց ձեր կյանքի հաշվին, հիմա սիրելի հարգելի հայրենակիցներ, պատերազմի մասնակից մարդիկ, ես որ ձեզ ինչ որ բան եմ ձեզ չեմ ասում, երբ որ այդ մարդկանց այսպես գնահատականներ եմ տալիս, այդ նույն ստահակները, այդ նույն ավազակները իմ խոսքը փոխում են, դե միտեղ էլ տենց տագիտություն, անգարագիտություն, հա, հասարակ մարդկանց մեջ կա, ուշադիր չի լսում խոսքս, վերցնում է ինձ ասել, մեզ ասել, դու ինչ իրավունք ունես, մեզ կպնես, դու պատերազմի մասնակից ես, ասում եմ, չէ, չեմ մասնակից, 15 թվից ես լքել եմ սրանց պատճառով երկիրը եւ այս նկարագիրը տվել եմ ուր են տանում, ինչ են անում, որ ձեզ մենակ են, մեզ էլի մենակ են թողելու։ Սա ուրիշ թեմա է, սրա մասին ես շատ եմ խոսացել, ուղղակի ես նկատեցի իմ տեսանյութը ինչ որ լրատվական է վերցրել է, գրել վերնագիր, ես տես խոսք չեմ ասել, չեմ էլ ուզում նշեմ, ուղղակի այդ լրատվականները մի քիչ խառնակիչ լրատվականներ են։ Խոսքս որ լսեք, ես տես բան չեմ ասել, բայց ասում եմ վերնագիրը դրել է արցախցիները չեն կռվել, թողել փախել են։ Դա մի քիչ գիտեք, չեմ ուզում վիրավորացնել, բայց պետք է մի քիչ էլ բարոյականություն ունենա, արցախցիները ոնց չեն կռվել։ Կռվողը կռվել է, փախնողը փախել է, Հայաստանից կամավորը եկել է, ոչ կամավորը չի եկել, այսինքն այդ կռիվն էլ ամեն մարդու բան չի, եւ կռիվը պատերազմի ինքա ռազմարվեստ է, եթե այդ արվեստին էլ չես տիրապետում, լավա լռես։ Հիմա ես լռում եմ, չեմ խոսում այդ մասին, չեմ ասում, այ ես ընդելն ինչեր կանեի, կամ խափեմ ասեմ ընդ եմ եղել, այ մարդ չեմ եղել, բայց այդ տղերքին որ տարել են կոտորել ոչ կազմակերպված կարգավիճակով բանում, այս մասին գնահատականներ եմ տալիս, ինչ եք խառնվել իրար։ Հա, իմիջիալոց դե պետական բյուջեի մասին Արցախի, բա Արցախում այդքան բաներ էր արտադրվում, արտահանվում, այդքան հանքեր կային։ Հիմա հնդե հասարակ մարդիկ էլ աշխատում էին աշխատավարձով, հո այդ հանքերի տերերը ես չէի, մենք չէինք հասարակ ժողովուրդս։ Վերջի ժողովուրդ սիրելի հայրենակիցներ, թե Հայաստանի, թե Արցախի, թե ամբողջ աշխարհի սփյուռքահայություն, դուք 100 տարի իրար հետ հանկարծ չկռվեք։ Հենց այդ վերխուշկեքը իրանք էդ են ուզում, որ ստե իրար ժողովուրդը ուտեն, իրանք էլ այդ փողերը իրար մեջ կիսեն ուտեն։ Հասկանում եք, մի կռվեք իրար հետ։ Բոլորս էլ ընդ հարկ ենք վճարել Արցախին, ոնց որ հիմա հարկ են վճարել։ Տարա ավտոյից մեքենայից հարկերը տվեցի։ Մեքենայից հարկը տվեցի, հարկեր կոչում, չէ, ստրախովկեն, ապահովագրությունը արեցի, ծեղզնումը արեցի, մազերս կտրեցի,
Եկա տուն 1000 դրամ փող մնացել գրպանս, պետք է հիմա այդ 1000 դրամը խափեմ տամ Նարեկիս 3 տարեկան փողը չի ճանաչում։ Իրա 50,000 դրամը ես վերցնեմ, որ այս անիսը ձգեմ, որտեվ 3 ենք 50-ները ստացել, էդ էլ է պրծել, ձեռիս կոպեկն էլ է պրծել, դժվարություն կա եւ այսքանը բոլոր արցախցիներս ունենք այս դժվարությունը։ Ու ոմն մի քանի իբր թե հայրենասեր, իրանք իրանից ինչ են ներկայացնում։ Մարդիկ դուրս են գալիս իմանալով որ Գևորգը նեղվածության մեջ է, ու Գևորգի նման քանի տասնյակ հազարավոր հայեր նեղվածության մեջ են, տասնյակ հազարավոր ընտանիքներ ես կասեի, որտեվ 100,000 է հասնում իսկապես դժվարության մեջ ապրողների, էլի, չգիտեմ քանի հազարը տեղավորվեց, քանի հազարն է լավ ապրում, փողով է եկել ընդեից թե չէ, հասկանում եք, գիտեն, որ մարդը սոցիալապես տկար է ըլնում, նեղված է ըլնում, կարիք է զգում օգնության, կարող է հենց sense աչքերը փակել գնա իրան հետևը կանգնի ասի, էսա մեզ փրկիչը, մեր առաջնորդը։ Չգնաք ժողովուրդ տենց մարդկանց կողքը կանենք, բացակ կապ չունի ծրագրի հետ։ Այն որ ծրագիր ես էլ եմ կոմպարատլի տանեն, երկարաձգեն, այն որ համաձայն են որ պետքա տարբերել բռնի փախստականը, պետքա տարբերել որ արդեն 35 տարի է անցել գյումրեցիներին անդադ բերում համատում են, էլի, պետքա ասել որ Արցախցի մեղավոր չի որ գյումրեցու փողերն են թալանել, Սփյուռքից ուղարկած փողերը մի քանի հոգու էլի գրպանա գնացել, ախր մենք ժողովրդի ինչ մեղավոր ենք։ Եվ պետքա այն հայությունը ովքեր որ Հայաստանում ապրում են շուտվանից, մեկը կազինոյով տուն է կրվել, մեկը չգիտեմ եղբոր հետ է կռվել, դուրս եկել առանձին վարձով է ապրում, մի համեմատվեք, խնդրում եմ, Աստծո դուրն էլ չի գա, դուք մի համեմատվեք բռնի տեղանվածի հետ, դրա համար մի տգետ զանգված բաց էդի ջղայնության հոգեբանական վատ ստրեսային վիճակից անից կա հղմ ձերողությամբ, երբ որ դուք ասում եք թոմ մեզ էլ տան, խինց ձեզ տալիս, ասում են դուք մեր օրը ընկնեք, որ իմանաք, երկուստ էլ վատ բան եք անում, Աստծոն ոչ հաճելի բան եք անում, ոչ դուք նախանձեք իրանց այդ 50,000-ին, ոչ էլ այդ 50,000 ստանողը ասի իմ օրը ընկնես, երկուստ էլ սխալ բան եք անում, ժողովուրդ, ես քանի անգամ լսել եմ, կոշտ կոպիտ եմ արտահայտվել, հիմա առանց կոշտ ու կոպիտ արտահայտվելու խնդրում եմ ձեզ, մի ասեք տենց բան, անեց կասմա բերանից դուրս է գալիս ծոց տա ընկնում, այնքան իրար անիծեցին, այնքան իրար նախանձեցին, մի ամբողջ ազգ հիմա տառապում է, տուժված, հետո ասում եք, իսրայելցիները, այդ եվրեյները, այդ ոնց է կազմակերպեցին դուրս եկան ստրուկական վիճակից, այդ ոնց են պետություն ուժեղ կառուցել, յադերնի ձերժավա դարել, ուրեմն այդ սխալ կոդը կոտրել են, մենք էլ պետք է այդ սխալ կոդը կոտրենք, իսկ սխալ կոդը այդ անիծքն է, այդ նախանձությունն է, դու ամեն մարդը փորձ իրար մեջից հանի դա, իմ մոտ չի եղել ճիշտ է նախանձը, բայց իմ մոտ եղել է, այո, ջղայնություն, որը կարելի է ասել հասել էր ատելության աստիճանի, որ հասկանում եք զենք քաշեի մարդ կսպանեի, հասկանում եք այդ աստիճանի, ես հաղթահարել եմ, ես դուրս եմ եկել այդ վիճակից, օգնություն եմ խնդրել ինձ օգնեն, հասկանում եք հոգեբանների, բժիշկների միջոցով, որտեվ իմ հանդեպ արած վատ արարքի հանդեպ ես էլ տրամադրվել էի նույն անեի, մի արեք տենց բան, դա սխալ է, վատ արարքին արհամարեք, որտեվ դու ընդունելով իր վատ արարքը, քո մեջ տեղավորցնելով, դու էլ ես դառնում վատ Հանրության մեջ մարդկային տարբեր շերտեր կան, մարդկային տարբեր աստիճաններ կան, ցածր աստիճաններին հետևից մի գնացեք, մի իջեք, դուք ձեր բարձր տեղը պահեք, նախանձը թույլ մարդն է նախանձում, ատող մարդը թույլ մարդն է ատում, այս սիրելն է ուժեղ մարդը սիրում, կարող եք իրար սիրեք։ Եվ թեմայից շեղվելով եկանք հասանք ճիշտ է մարդկային արժեքներ, բարոյական նորմեր, այսի շատ կարևոր, ամենագլխավորը սա է, բայց բուն թեմային անցնեմ։ Սիրելի Արցախահայեր, ուրեմն ուզեք չուզեք, պետքա դուք ընտրեք այն բժիշկի, ով որ նույնիսկ ձեզ չոռ է ասում, կամ մի քիչ կոշտ է խոսում, բայց ինքը ձեր սրտաբանն է, ձեր չգիտեմ, ինչ որ օրգանի խախտվածության միակ եւ լավ բժիշկն է։ Սա չեք դուք ընդունել մեծամասնությունը Արցախում, ընդունել եք ով որ քաղցր բառեր է շռայլում, կենասներ է ասում, բայց գործից անտեղի է կա։ Այն ինչ բժիշկ։ Այն որ ասում են բան է Սրտաբան չի, ղասաբա, բժիշկ չի, մարդ է մորթում, հասկանում եք։ Իրանք քաղաքականությունից այդ մարդիկ, նախ բախտ բերմամ, թե պատահմամ, որ ագրավ մի բան իրա գտնում, սկսում ոշում, էլի։ Հիմա այդ մարդիկ են, այդ պաշտոնը գտել են, այդ պաշտոնը անարժան մարդիկ են եղել։ Ինչ, ով գիտեք, ով որ գրակ այդ երկու բառը իրար կողքցում, էդի պետք է լինի պետական պաշտոնյա, պետք է լինի պատգամավոր։
խախտված է իրականությունը եւ ճշմարտությունն ու արդարությունը խախտված է, հասկացեք ժողովուրդ։ Անարժան մարդիկ են եղել դրանք, իրանք էլ պետք է հասկանան։ Ուղղակի չգիտեմ, այն աղանդավորին ոնց բացատրես, արա, որ դա աղանդ է, մի գնաթե։ Հիմա դրանց ոնց բացատրես, որ արա մեկ-մեկ ժողովրդի մասին մտածեք, աղանդեք դուք Պուտինի, Կրեմլի աղանդեք դուք արա։ Արցախում լիքներ ստել պակաս չեն, ստել կան լիքը աղանդավոր մարդիկ, որ պետականությունը չեն հասկանում ինչա, պետականությունը պատկերացնում եմ ստրուկ լինես մեկին, դե տենցա ստրուկ ես, ում էլ գնաս նոքարություն անես, քո կոպեկը տալով է, ձենդ կտրած ստրուկ է, էլի, բայց խես դու պետական պաշտոն զբաղեցնում, չեք ուզում հասկանալ, արա, որ դուք հեռու եք այդ գործից, սիրելի հայրենակիցներ, դուք էլ դրանց անուշադրությամբ մատնեք, ձեզ Արցախում ասող ա եղել, ձեր ապագան ինչ ա լինելու, եկել եք հասել այդ ապագային, այդ սև ապագային, այդ ցիգանի կարգավիճակին, որ ասում էին Ստեփանակերտ, չեք ուզում լսեիք, վատ էիք զգացել, միշտ հիշեք, ես էլ եմ անհանգստացած խոսում, ջղայնացած խոսում, էսի ա անկեղծը, այն որ քաղցր ձեզ բաներ են խոսում, մենք ձեր թիկունքին կանգնացեք, սիրելի Արցախ, ով արցախցիների մեկին բանասի, արա լավ էլի, էդի եթե մի գրամ իմանա դու իրանից քրտնինքա գնալու, արունա գնալու, իրանից էներգիա գնալու, քեզ օգնելու համար, նա չի ասի այդ խոսքերը, ուղղակի քանի որ խոսքը եւ լեզուն, խոսքը կշիռ չունի, իսկ լեզուն էլ որ ասում են ոսկոր չունի, ոնց ուզի կարա պատտի, ուզում է քեզ հաճեվանա, խիեք տենց մարդկանց լսում, դա եւ շարքային քաղաքացիների մեջ էլ կան մարդիկ կան այդ ձև խոսում են ձեզ դուր գալու համար, բայց չեմ ասում քաղաքական այդ կերպարները, ընտե ինչ էին падգամավորներ էին, իբրև եկել ստե բլոկադի օրերը, ես որ գնացել եմ ազգային ժողովի դուռը ծեծել, Արցախի ազգային ժողով, այն սիրուն շենքը, մի հատ Մարսել Պետրոսյան ա եղել ազգային ժողովում նստած, որ չի ճանաչում ասեմ, միասնական հայրենի կուսակցության քարտուղար երևի թե նախագահ, հաստատ չեմ կարող ասեմ, նախ միասնական հայրենի կուսակցությունից էր, Սամվել Բաբայանի կուսակցությունը, մնացածը գիտեք ինչա, բլոկադան իրանց համար չի, դրա համար էլ հանգիստ երևի գնացել են իրանց տները վայելում են իրանց, չգիտեմ, քանի անգամ, դաշը մի անգամ չի, մի 2-3 անգամ գնացել եմ, ու այսինքն վիճակ էր, այսինքն ընդե հողի վրա ոչ մեկ չէր մտածում, ինչ էին մտածում, իրանք ստացել են երևի հրահանգ Ռուսաստանի կողմից, որ բոլոր պատասխանատվություն բան Երևանի վրա է, թող Երևանը զբաղվի, Երևանին թողել են մենակ, այնինչ պետք էր Երևանի հետ, դուք համագործակցեիք, բայց չէիք համագործակցում, որտեղ ձեզ հրահանգ տվողները տենց էր ասել են չհամագործակցեք, դրանք մեր հետ մենք ենք ձեզ փրկիչ, երևի ես չգիտեմ, ես ենթադրում եմ, կներեք ժողովուրդ, ես իրանց հետ ոչ կոֆե եմ խմել, ոչ հաց եմ կերել, ոչ ընդհանրապես առնչություն եմ, կարող է Մոսկվան չի օրինակ իրանց տենց բաներ ասել, կարող է Մոզամբիկից, Մադագասկարից բանից էին ասել, ես տենց ենթադրում եմ, որ Մոսկվան է իրանց, մարդ ես, դե ընդ ինչքան գիտեմ խաղաղապահները, Ռուսաստանից են եղել, էլի, եթե Ռուսաստանից են եղել, ձեր այդ քսիվները ոնց է կոչվում այդ փասպարկը, ոնց են ասում, էլի այդ գրառումն իրար այդ նամակագրությունը, իսկ թվում է ռուս խաղաղապահների միջև եղել է իբր Մոսկվայի ստորադաս մի հատ պաշտոնյայի հետ կամ երկու հատ, չգիտեմ։ Այ մարդ չգիտեմ, ձեզանից ով է բան հասկանում, բայց հիմա որ ձեզանից բան չէինք հասկանում, ընդ եկել եք ստե ուզում եք որ ցույց տաք որ դուք հայրենասեր եք, պալատկի մեջ նստած կներեք պալատկի մեջ բոլոր ինչ եմ ասում, որտեղ մի մասին չեմ ճանաչում, դե մեկը լրագրող է, մեկը ոնց որ զինվորական է, անձնապես որ չեմ ճանաչում, իրանց գործունեությանը ծանոթ չեմ, ես ինձ թույլ չեմ տա ինչ որ մակին, բայց մի երկու հոգու, 3 հոգու ընդ ոնց տենում եմ այդ 3 հոգի կան էլի տենց ձեր գործունեությանը ծանոթ եմ բլոկադի օրերը ոչ մի բան չեք արել ազգային ժողովը ձեր ձեռքի տակ գրիշն ու թուղթը ձեր ձեռքի տակ մշակիր ծրագրեր պարտիզանական խմբեր կազմակերպեիր զենք զինամթերքը եղածով բավարարեիր տայի բերեր կողեիր sense իմ տան պատվալը ասեիր պատերազմը մոտակա օրը լինելու պատերազմը սկսվել է առանց զենք քաղաքի մեջով վազում եք այս փողոց վազում եք այն փողոց Հիմա ստե այն օրը դատավորը հարց է տալիս պատերազմի ժամանակ ուր էր ասում ընդեի առանց զենքի կանգնած հասկանում եք Մարթա մտքով անցել է տենա նույն գործի հետ կապված էս մարդուն ազատ ենք թողում ինչ կարգավիճակում է եղել Արցախում ես եղի պիտի խափեմ ասել եմ դե ես չեմ կռվել իմ նման հասարակ քաղաքացիները չեն հասցրել գնալ դրան ով էր այս բանի կազմակերպիչը
Ով պետքա մոբիլիզացիա աներ, այ նույնն էլ իմ կարծիքով, ես չեմ եղել Ղարաբաղ, 20 թվին ա եղել, որտեվ ես լսում եմ տելևիզորով Փաշինյան Նիկոլը ասում է գնացեք Սանոր Սարդարապատ է, գնացեք պատերազմ, ու ես լսել եմ որ տղերք են գնում ավտոբուսներով, ես գիտեմ որ տղերք են գնացել, տեղանք չգիտեին, այնտեղ զենք զինամթերքը ճիշտ չէր իբր բաժանվում, չգիտեմ, ամեն դեպքում թե ընդեից որտեղ են հրահանգստացել, բայց որ ստեից տղեր գնացել են կամավոր Հայաստանից։ Օգնեն իրանց հայրենակիցներին։ Կազմակերպվածություն չկար, դիսցիպլինա չկար։ Ով պետք է աներ։ Դե չգիտեմ, վայնկոմատն է անում, թե հատուկ ամեն ստորաբաժանում, ամեն գումարտակի հրամանատար, դիվիզիայի հրամանատար, ես մոբի էլ չեմ մասնակցած։ Տեղյակ չեմ, մոբը նորմալ արվում էր, թե չէ, բայց պայմանագրային իմ ծառայության ժամանակ տեսել եմ մոբիլիզացիան ինչպես էր կազմակերպվում, արաղի տեսակներով էր ընդ, զենքի տեսակները փոխարինում էր արաղի տեսակների, տտի օղի, խաղողի օղի, տղերքին անտերության մատնած հավաքել են այնքան որ գարանց են էլի, որ այսօր եղել է մոբիլիզացիա, չգիտեմ 1000 հոգի, 5000 քանակ են ապահովել, այսքան մարդ ա եկել, ինչ են արել, ինչ չեն արել, ես իմ աչքով տեսածնեմ ասեմ, որ ուտել, խմել, հետո օր անցկացնել, գնալ տուն։ Այդտեղն է մոբիլիզացիան։ Դրա համար թուրքը եկավ հասավ մեր տները։ Որտեւ այդ առումով էլ չէինք պատրաստ։ Գնացեք մեղավորներ փնտրեք 94 թվից, այո, մինչև 2020 թվը։ Ինչու՞ չէ այսօրվա իշխանությունն էլ իր մեղքի չափաբաժինը ունի։ Բայց այն որ սա ռելսեր էր, եկել էր ռելսերը սենց է, գալիս էր 94 թվին չուկ-չակ չարակ-չակ, չուկ-չակ չարակ-չակ։ Եվ 2020 թվականին արդեն երևում էր ֆինիշին վրան գրած էր պարտություն, այդ պարտությունը եկանք արդեն ռուլի մարդը չուկ-չակ չարակ-չակ վագոնի ռուլի մարդը Սերժը չէր, Նիկոլն էր։ Ինչ տարբերություն որտեղ գնալու ես հասնես պարտության։ Ով ուզում է լինի քո երկրի ղեկավարը։ Որտեղ մի քանի տասնամյակ այդտենց աճեցրել են այդ պարտության արմատները ու պտուղը ստացանք 2020 թվականին 23 հետի արդեն ուղղակի փեչապ դնելու պահ է մենք պարտվել ենք 20 թվականին այն ինչ որ 23 թվին եղավ դա ուղղակի մեր քաղաքական ղեկավարության անգործության անտարբերության գործից տեղյակ չելնելու արդյունքն է սա իրանք ոչ մի բան չեն արել հասկանում եք եւ իրանք կողքից որ խորհուրդ էր տալիս օգնում էր ուղղություն էր տալիս դա մենակ Սամվել Բաբանն է որտեղ գործից հասկանում էր սթափ էր ինքը ամպերում չէր պտտ բանանում սավառնում հողի վրա էր բայց մենք ենք ընտրել չէ մենք ընտրեցինք այդ ճանապարհը որ մեր տղերքը այդ ազգային ժողովի հարցեր կլուծեն ձեզ խափել են ինչ չեն կարան խափեն որտեղ ես հերրակը արդեն իրանք գիտեմ ինչ կարգի ինչ կատեգորիի մարդիկ են որպես քաղաքական անձինք էլի ես իրանք մարդկային տեսակները չեմ ճանաչում կարող այդ տղերքը մեկը մեկից այդ պատգամավորները մեկը մեկից շատ լավ տղերք են բայց ախր գործից տեղյակ չեն այդ մարդիկ դրա համար ես իրանք քաղաքական գործունեությունն եմ անդրադառնում իրավունք էլ չունեմ անձնական ոչ վիրավորանք ոչ էլ ոչ մի բան ասեմ եկել ենք հասել ստե սիրելի հայրենակիցներ ես ձեզ խիեմ այսքանը ասեմ դուք էլի միտք ունեք շարունակեք այս մարդկանց կողքին կանգնել հետևը կանգնել դեմը կանգնել այս մարդիկ իրանք էլի իրանք շահն են օգտագործել ոչ որ 20 քանի տարի իրանք շահի համար ձեզանից ձայն էին մուրում պատգամավոր դառնան ձեզանից օգտվում էին ձեր փողերի հաշվին բանին հարստացել են հիմա եկել իբր 50,000-ների մասին եմ մտածում վերջը իմ այսօրվա եթերի նպատակը այն էր որ բավ է լսեք քաղցր խոսքերի այդ շարված գեղեցիկ արտահայտությունների այն զորույցները որ անում են ձեզ հաճոյանան սթափվեք որտեվ հաճոյանալով չի իսկ եթե 100% բոլորիդ մոտ էլ մի հատ էլ բան կառաջանա արա դել սուս մնա ախպեր դու տեղյակ չես Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս դրա համար սենց եղավ բան եթե դուք մտածել եք որ Հայաստանն է որոշող Արցախի կարգավիճակը անկախ լինել կամ Հայաստանի մաս սա եթե մենակ Երևանում եք պատկերացրել ես միշտ ասել եմ դա ինչու չարինք տակ դա այսքան տարիներ շարունակ մենք ունեինք արմատներով Արցախցի ղեկավարներ որ չեն ճանաչել Արցախ Հայաստանի մաս ոչ էլ անկախ սա ձեզ ոչ մի բան չի ասում դեն մեկ ես չեմ մեղադրում իրանց որովհետև իրանք էլ գիտեն որ մենակ Հայաստանի ճանաչելով Արցախը չի անկախանում պետքա follow լնեն ժամանակակից բառամթերքով իսել որ հասկանալ է երիտասարդներին follow լնեն հետևեն մնացած պետությունները դա Ռուսաստանը առաջին դաշնակիցը չի ճանաչում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, մնացած պետություններն էլ գերտերությունները, որ չեն ճանաչում, Հայաստանը ճանաչելով հարց չէր լուծում։ Դրա համար ես ասում եմ, միգուցե իսկապես անհնարին երևույթ ա եղել։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին սաղին մի գծում են դնում, սաղին մեղադրում են, ասում եմ օրինակ, էլի սխալ են արել, էլի ֆատ են արել, էլի իրանք են մեղավոր եկել են հանգել այս վիճակին, բայց իրաց դրության մեջ էլ են մտնում։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նույն Սերժ Սարգսյանին ասել են հանկարծ դենց բան չանեք, մենք ձեզ մենակ կթողնենք Թուրքիայի, Ադրբեջանի երախում, Պակիստանն էլ ընդդեիցել է։ Վախեցել են, ուրեմն չեն գնացել այդ քայլին։ Բայց ախր հարցը առաջանում, եթե ես այս մասով ասում եմ, հա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ձեր դրության մեջ եմ մտնում, իսկապես կարող է անհնար ա եղել, այդ իսկապես է որն է կարող որն է, հենց անհնար էլ եղել է, էլի, պարզ չի որ ամբողջ աշխարհը հիմա տեսեք, խոսքից խոսք գալիս է, Շվեյցարիայում պարլամենտում ինչ որ խոսացել են Արցախի ժողովրդի հետ վերադարձի մասին, Արցախի մասին, Հեսա վաղը խոսալու են Բրյուսելում, վաղը մյուս օրը Լոնդոնում, Վաշինգտոնում, միշտ խոսալու են։ Մեր ստեի ակտիվիստները, լրագրողներ, բան ակտիվանում են, ասում են, տեսեք ամբողջ աշխարհը, Բրյուսելը, Շվեյցարիան, բանը սաղ ասեցին, որ արցախցիները պարտավոր են անվտանգ հետ վերադառնալ։ Չեն հիշի, ու մոռացել են, որ սենց բաներ, արա միշտ են ասել բառերով մեր օգտին, բայց գործով Ադրբեջանի օգտին, որովհետև սիրելի հայրենակիցներ, երբ որ մեզ կոտորում էին 20 թվին, երբ որ 23 թվին էթնիկ զտում էր ելնում, այդ նույն պետությունների աջակցության զենքով, ներքին կարգով հրամանչի թույլտվությամբ, այդ նույն պետությունները, այդ նույն ձեր Շվեյցարիան, որ հաճոյանում է, իրանց գործով զենքով է օգնել, գործը պրծնելուց հետո, կինոն պրծնելուց հետո կոչ ենք անում, հայտարարում ենք, աջակցում ենք, քաջալերում ենք, ոգևորում ենք, անպայման պետք է վերադառնան։ Հասկանում եք, կեղծավոր Եվրոպա հասկացած, լսացեք դուք, կեղծավոր Եվրոպա հասկացողություն կա։ Եվրոպան կեղծավոր է, ռուսներ իր շահը ունի, ինքը քո համար չի կա կռվի։ Երբ որ տենում է, որ դու միամտաբար քո պետության ունեցվածքը տալիս ես Իրան, չես մտածում քո վաղվա օրվա մասին, մյուս օրվա օրվա մասին, այլ այս րոպեվա մասին ես մտածում, 10 րոպե հաճույք ստանաս, բայց պատասխանատվություն չկրես ամբողջ կյանքդ։ Սա նույն նման պատմություն է, որ մարդ ամուսնանում է 10 րոպե հաճույքի համար, երեխան ծնվում է, զնայս նիզնայը թողում փախնում, ջահանդամ է գնում։ Այսօրվա տղամարդկանց մի մեծ մասն էլ այդ տենց է։ Հաճույքը ստացան, բայց ով տեր կկանգնի, չգիտենք։ Հիմա պաշտոն ստացակ, նախագահ դարձակ, 10 րոպեում նախագահ դարձակ, բայց ժողովրդի անվտանգությունը, ժողովրդի ապագա սերնդի անվտանգությունը չմտածեցիք ոնց անեք։ Ձեզանով եք զբաղված, ուտել խմելով։ Իմ ճանաչած մարդկանցից մեկն էլ էր, բազմա երեխա տար, պետությունից տանը մեր չգիտեմ որոշակի գումար, նպաստ երեխեքի համար, այդ 6-7 երեխայի համար։ Այ երեխան կանաչի փիրփուտ էր ուտում, խնջլոզ էր ուտում, տեղյակ եք այդ կանաչիղին։ Դաշտում աճող, որ սելիտրա չես տալիս, չես ջրում, Աստծո տվածնա, անձրևից ջրվելա, քեսի մարդիկ են էլի։ Երեխեքը դա են ուտում, ինքը արաղն է խմում, կալբաստ է ուտում, որը խանութից առնում է այդ երեխեքի փողերով։ Հասկացաք, մեր պետության հետ այդ տենց են վարվել ժամանակին։ Եկել ենք հացել արա այս վիճակին, չեք ուզում հասկանաք, որ այդ հասցնողները հիմա ցուցադրում են իբրև ակտիվիստ են իբր մտ։ Այո, ճիշտ եք, դուք որպես падգամավոր չեք, բայց որպես ակտիվիստ մոտիկ եք, կարակ ակցիաներ շատ անեք, բայց մի խափեք ժողովրդին, որ դուք ժողովրդի համար եք անում, մտահոգված եք ժողովրդի համար։ Դուք մտահոգված եք կամ հրահանգներ եք կատարում վերևից, ովքեր որ ձեզ թելադրում էին Ստեփանակերտում, նույնը ստեին երևի թելադրում, բարով, ուղղակի ժողովուրդ ջան, ես ոչ մի շահ չունեմ, մեկը էսա ես իմ գործերին շատ էլ չեմ խառնում, տենում եք քանի օրա չեմ մտնում եթերին, հետաքրքիր չի ընդհանրապես, թե նրանք որտեղից սկսեցին, որտեղ ավարտեցին, որ պալատքում են նստած, ինչ են առաջարկում, պահանջում, գործի ժամը Ստեփանակերտեր աշխատեին, չեն աշխատել, թող մի կողմ քաշվեն։ Ես էլ կառաջարկեի, այո, եթե
Արցախի ներկայացություն հասկացողությունը դա կեղծ է, չկա Արցախի ներկայացություն, այս Նաիրի Զայրյան 19-ն ինչա հասցրին, դա պետքա վերափոխվի, այդ շենքում նստեն ոչ այդ մարդիկ, ընդհանրապես այդ մարդիկ, ովքեր որ հիմա համախմբված են այդ շենքում, դրանք շատ վտանգավոր կերպարներ են, վնաս են եւ ժողովրդին, եւ Հայաստանի Հանրապետության պետականությանը, դրանք պետքա հեռու մնան, բայց եթե նոր թիմ ձևավորվի եւ այն մարդիկ, ովքեր որ կհամագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ, ոչ թե ուլտիմատումներով, ոչ թե պարտքու պահանջով, մուննաթով, քֆուրով, չգիտեմ, տենց ստենդը տարբեր ձևերի խոսակցություններով, այդ մարդիկ չեն կարա գնան բանակցեն, համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ։ Պետքա որ adekvat գործից տեղյակ, ռազմական գործին տեղյակ, ոչմ դու գիտեք, ով է ձեզ առաջնորդ եղել այդքան տարիներ, որ հասել ենք սրան, կարաք իր հետ դու գնաք ձեր ապագան փորձեք շարունակել, կապված քաղաքական հարցերում, կապված ձեր սոցիալական հարցերում։ Ուզում եք, բերեք բոլորով միասին համախմբվեք, կոչանենք, խնդրենք, որպեսզի այդ մարդը առաջնորդի ժողովրդի այս հատվածին։ Այո, պետքա Արցախի ներկայացություն չլինի, բայց արցախցիների հարցերով, սոցիալական, իրավական հարցերով զբաղվող ինչ որ կոմիտե թեկուզ կամ ոնց է կոչում, հասարակական կազմակերպություն։ Թող տենց լինի։ Չգիտեմ, սա քննարկման հարց է, ես առաջարկում եմ, որ կարելի է, այո, պետքա մեր հարցերով զբաղվող լինի։ Դա չի նշանակում է, որ պետքա լինի այդ կազմակերպությունը կամ կոմիտեն, որպեսզի պարտք ու պահանջ լինի Հայաստանի իշխանությունների առջև։ Չէ, պետքա համագործակցեն, որովհետև այսօր հիմա հարմար չի, Հայաստանի դիրքերը լավ չի, Արցախի հարցը չի կարում դրոշը բարձրացնի, կեղծավոր Եվրոպային գիտի, որ ստից ուզում է այսենց մեզ իբր քաջալերը մա օգնում է Շվեյցարիա նորից կռիվ գցի եւս մի փոքրիկ հատվածել Հայաստանից վերցնի, առայժմ լուռա չի գնում Հայաստանի այսօրությամբ, բայց հաստատ կգա ժամանակ, նույնիսկ կարող է այս իշխանությունների օրոք լինի, դա կահված է գերտերությունների, աշխարհի գերպետությունների կենտրոններից է կախված։ Կգա հարմար ժամանակը, այն վաղտը մենք այդ հարցերով կզբաղվենք։ Առայժմ ցուցադրական սրանք իբր մտահոգված են Հայաստան, այսա բանը կգանք բան հետ կբերենք, սրբազան բան են խաղցնում, չգիտեմ ինչ են անում։ Լավ էլի, աշխարհը այդտենց սուրբ է, Հայաստանի ղեկավարներ մնացել դառնալ սուրբ, որպեսզի ինտեգրվենք աշխարհակարգի հետ։ Էս էլ է մանիպուլյացիա եղել, արա խաչագողերը հասկանում եք ինչ են, խաչ են գողանում, մի ձեռով խաչն են գողանում, մի ձեռով էլ դանակը, հասկանում եք, կարդակ խաչագողի ժատակարանը հայմատություն կանցկացնեք, կհասկանաք, թե ինչ է կատարվում ընդհանրապես երկրում։ Այդ սրբազան ես բերում, ես այդ մարդուն անձնապես ոչ մի բան չունեմ, սրբազանը ինքը իր հոգևոր տաճարում, բայց քաղաքական դաշտը հո սուրբ չի, որ ինքը գալիս աստե։ Եթե մեր քաղաքական դաշտն պետքա սրբացնեիք, ապա խնդրեմ Բաքու, Անկարա, Մոսկվա էլ սրբացրեք, արա, ընդեր Կիրիլին բերեք, ընդեր չգիտեմ Մուհամեդին բերեք, դրեք որպեսի կարենան իրար հետ լեզուն։ Ես շատ ուրախ կնեմ, որ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները սրբազաններ լինեն, այդ թվում մեր Հայաստանը ղեկավարը սրբազան լիներ, բայց քանի որ աշխարհը չունի սրբազան ղեկավարներ, կներեք խոսքից համար պոռնկությունը ամենուր, դու ոնց ես սրբազանին բերում պոռնիկների հետ համագործակցի կամ բանակցի։ Կարենալու է իր սուրբ այդ հոգևոր խոսքերով Ալիևին հետ դարձի, բերի պատերազմ ռազմաշունչ հռետորաբանությունը փոխի, պատերազմից հրաժարվի։ Եթե կարենալու է, ասացեք տենամ ոնց, բայց ոնց ասեք, դուք ինչ, եթե ինքը անձամբ չէր կարում այդքանը ասել։ Վայ, ինչքան խնդրեմ ունեք ժողովուրդ, չեմ կարող բրցնել, մի եթերով չի լինում ամեն ինչից խոսալ։ Ոչմ ուշադիր եղեք, թույլ մի տվեք ձեր էմոցիաներով բանով առաջնորդվեն, իմանան, որ դուք դժվարության մեջ եք, օգտագործեն։ Այո, ես եմ ձեզ հասկանում, ես էլ եմ ձեր վիճակում։ Բայց ինչքան ես կարամ ձեզ օգնեմ, հաստատ իրանք էլ այդքան կարան օգնել, այսինքն ուղղակի խոսան։ Լավ մնացեք բոլորդ լավոր։ Դա Աստված շուտ վերջանա այս քաոսը, ամեն ինչ տեղ ընկի, հայը հային սկսի սիրել է, ոչ թե ատել է։ Հայը հային չդիտարկի տարածաշրջաններով, այլ մարդը մարդուն թող դիտարկի, ինչ տեսակ մարդա, դուրս չի գալիս, հետը մի շփվի, մի ընկերություն արա, բայց մի ասա դու ստեից ես դրա համար ես քո չունեմ ընկերանալու կամ դու ոչմ հասկանում եք, էսի արհեստական սաղ ատելություն ներշնչող թեմա է, սա ձեռը տալիս միայն արտաքին ուժերին եւ քաղաքական պայքարների ժամանակ ներքին ուժերին, բայց ներքին ուժեր դուք էլ միած թափվեք էլի, վերջ տվեք սրան։ Հասկացան կուսակցության կռիվ, իշխանության կռիվ, ազգային ժողով մտնելու կռիվ, բայց պետք է հողեր կորցնելու, մարդկային կյանքեր կորցնելու հաշվին, մոնոէթնիկ երկիր ենք, չկա ուրիշ ազգեր, բերենք լսնենք, իրանք կոտորվեն, մենք էլ ողջ մնանք, քիչ ենք մնացել, ուշադրություն դարձրեք այս հարցով, հերիքա կիսեք, հազար մասի, ձեր այդ
Բրեզգավիկ բլոգերներին էլ կարգի հրավիրեք, թե չէ անհատապես ես չեմ ուզում ոչ մեկին անդրադառնալ։ Ուղղակի ունեք բրեզգավիկ բլոգերներ, հարգելի իշխանություն, կարգի հրավիրեք ձեր բրեզգավիկ բլոգերներին։ Տերում եմ ինչքան ատելության խոսք են տարածում։ Հետո դուք ձեր վրայից ցրում եք, ասում եք սիրելի հարգելի արցախցիներ, իբր թե դուք սիրալիր հարգալից եք մոտիկանը, բայց ձեր բլոգերները, դուք գիտեք իրանց գործունեությունը անմիջապես անդրադառնում է ձեզ, դուք կարող ասեք, վայ այդ իմ խոսքս չի, վայ մենք չենք ասել, դա բլոգերը ընդհանրեն ասած։ Ախր մենք տեղյակ ենք այդ բլոգերը թե ֆինանսավորում է ձեր կողմից, թե անմիջապես ձեր հետ աշխատում է։ Մի հատ ականջից sense քաշեք, էլի մի հատ քաշեք, ասի կարա, դες չի կարելի։ Ազգ սպառակտելը ո՞րն է, ժողովրդին տարածաշրջանների բաժանելս ո՞րն է։ Ես շունը գել խառնվել է իրա ժողովուրդ, լուրջ եմ ասում, մի եթերով այս հարցերը չի լուծում։ Լավ մնացեք, հուսով եմ ազատ ժամանակ ունենամ օրվա թեմաների շուրջ ես կանդրադառնամ։ Բոլորիդ լավ։